Բարի երեկո, Արմատ մեդիայի եթերում կուլիսային փոդքասթը, այսօր ես զրուցելու եմ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանի հետ, օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր հայր, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել եք։ Ես եմ շնորհակալ։ Ամսի 7-ին Տեր հայր պետք է տեղի ունենա առաջին դատական նիստը, որով անցնում է ամենայն հայոց կաթողիկոսը մեղադրյալի կարգավիճակով եւ ոչ միայն նա, այլ նաեւ սրբազանները։ Ինչու են մեղադրում կամ ինչի համար է դատվում Վեհափար Հայրապետը, որովհետև նա որոշել է իր լիազորությունների շրջանակում կարգալույց հռչակել Սրբազանին, ներկայիս արդեն Արման Սարոյանին, հետո դատարանը որոշում է, որ այդ որոշումը պետք է չեղարկի բեկանի եւ կաթողիկոսը փաստորեն դատանի որոշումը չի կատարել։ Ձեր գնահատականը եւ մեկնաբանությունը, որովհետև պատմության մեջ առաջին անգամ Վեհափար Հայրապետին են դատում։ Սա շատ նուրբ թեմա է, եթե մի բառով կամ մի բառակապակցությամբ ես փորձեմ արտահայտել, կասեմ, որ սա ազգային ամոթ է եւ ազգային խայտարակություն, կամ հոգեվոր ամոթ եւ հոգեվոր խայտարակություն, որովհետեւ դուք նախ արդեն այստեղ կոնկրետ ինձ համար շատ կարեւոր չէ թե ինչի համար է դա լինում, մանավանդ որ այսպես ասած լեզուս չի էլ պտտվում ասել, դատվում է ազգի հայրապետը իր լիազորությունները կատարելու համար, որովհետև եկեղեցին մի կառույց է, որ ունի իր ներքին կանոնադրությունը եւ դարեր շարունակ շարժվել իր ներքին կանոնադրությամբ, այդ ներքին կանոնադրությամբ շատ հոգեվորականներ կարգալույց են արվել իրենց ոչ ճիշտ վարքի կամ ոչ կանոնական պահվածքի պատճառով եւ եկեղեցին միշտ շարունակել է իր ընթացքը, բայց այսօր մենք այդ իրավիճակի մեջ ենք, այս ամոթի մեջ ենք եւ չենք էլ կարողանում մտածել դրա մասին, բայց այնուամենայնիվ պիտի սթափ լինենք, սթափ դատենք ու այս փորձությունն էլ անցնենք։ Սա ամոթ է ուղղակի եւ խայտարակություն, որովհետեւ ամենայն հայոց կաթողիկոսն է, այսպես նստած դատապարտյալի աթոռին եւ այն հոգեվորականներ, ովքեր Գերագույն հոգեվոր խորհրդի անդամներ են եւ այդ որոշումը կայացրեցին։ Լավ, դատավորը դատարանը ինչպես է գնացել այդ որոշմանը, ոչ միայն Վեհափարի դատելու դեռ, որովհետև դատելը նոր պետք է գնան, այլ Վեհափարի կայացրած որոշումը բեկանելու եւ պարտավորեցնելու, որ այդ մարդիկ նորից վերադառնան հոգեվոր ծառայության։ Տեսեք, սա Չէ՞ որ մեզ մոտ հստակ տարանջատում կա աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների։ Հիմա իրենք փաստորեն ներխուժել են հոգեվոր իշխանության դաշտ եւ այդտեղ որոշումներ են կայացնում։ Բացի հոգեվոր իշխանության դաշտ ներխուժելը, այստեղ կա հստակ իրականություն, իրողություն։ Ուրեմն եկեղեցին առաջնորդվում է իր կանոնադրությամբ։ Այդ կանոնադրությունը վավերացված է պետության կողմից։ Փաստացի այդ կանոնադրությամբ արվող քայլերի համար դատվում է ամենայն հայոց հայրապետը, 6 եպիսկոպոսներ, եւ փաստացի դատական այդ իշխանություն, ասեմ թե պատկան մարմիններ, ասեմ, դեմ են գնում պետության կողմից վավերացված կանոնադրությանը, որտեղ կանոնադրություն ունի հստակ եկեղեցին եւ տարիներ շարունակ այդ կանոնադրությամբ առաջնորդվում է։ Եվ այդ կանոնադրությամբ կարգավորվում է եկեղեցու հարաբերությունները։ Իսկ թե ինչպես են գնացել այդ որոշմանը, նրա գնահատականը մեր իրավաբանները, շատ հասարակական գործիչներ, հայտնի մարդիկ տվել են, կարծում եմ, հուսով եմ, իրենց համար էլ հաճելի չէ այդ քայլին գնալը եւ տա Աստված իրենք հասկանան իրենց արած սխալը։ Եվ սա նաև փաստորեն նախադեպ է ստեղծում, որովհետև հիմա մեկ այլ հոգևորական, որին Վեհափար Հայրապետը կորոշի կարգալույց հռչակել, հոգևորականը կգնա դատարան եւ կասի իմ աշխատանքային իրավունքները խախտվել են։ Այսինքն նշանակում է, որ ամենայն հայոց կաթողիկոսին զրկում են իր լիազորություններից նաև հետագայի համար։ Եթե փորձենք ենթադրել կամ մտածել, այո, դա այդպես է, հասկանում ենք, որ նպատակը ամենայն հայոց կաթողիկոսին եւ ըստ այդմ նայել ամբողջ հայ առաքելական Սուրբ եկեղեցին թուլացնելն է։
Որովհետև եթե դուրս գանք եկեղեցու ասպարեզից, տեսեք Հայաստանում եւ աշխարհում շատ ու շատ կազմակերպություններ են գործում։ Ամեն կազմակերպություն իր ներքին կանոնադրությունն ունի։ Եվ ամեն մի կազմակերպություն իր կյանքը գործունեությունը կազմակերպում է իր ներքին կանոնադրությամբ։ Այստեղ նյութ չկա ուղակի խոսելու։ Եթե լիներ հստակ դիրքորոշում, հստակ հանցանք, հստակ քայլ, չգիտեմ, ինչ որ բարոյական կամ քաղաքական կամ եւ այլն ընդունված նորմերի դեմ, ինչ որ միտեղ մենք կհասկանայինք, բայց այստեղ ուղակի խոսելու թեմա չկա, որովհետեւ եկեղեցին իր ներքին կանոնադրությամբ կարգադրություն է արել, որի համար այսօր դատարանի, դատապարտյալի կամ մեղադրյալի աթոռին է նստած։ Գիտեք, ինչի հասանք մենք այստեղ։ Որովհետև երբ որ եւ կամած ըստ իս այս ամեն ինչը արեցին, որովհետև երբ որ բարձրաստիճան հոգեվորական էին ձերբակալում, որովհետև երբ որ քահանա էին ձերբակալում, մի ամբողջ թեմ էին ձերբակալում, Արագածոտնի թեմը, Այո, որովհետև երբ որ տարբեր միջոցներով եթերներից հոգեվորական էին ծաղրում, սրբություններ էին ծաղրում, մենք լռում էինք։ Մենք ընդհանուր հավաքական իմաստով, մենք լռում էինք, ձայն չէինք անում։ Եվ կամած մեր հասարակությանը կարծես թե սովորեցնին, թե նորմալ է սա։ Եվ հիմա արդեն հասել են ամենայն հայոց հայրապետին։ Բայց ես կոչ կանեմ եւ խորհուրդ կտամ նաեւ այդ քայլերը անողները չմոռանան, ում հետ գործ ունեն։ Ես չեմ սպառնում, բայց գործ ունեն օցիալ ամենայն հայոց հայրապետի հետ, որը օծվել է սրբալույս Միորոնով։ Երբեմն մենք խոսում ենք անընդհատ, գնահատականներ ենք տալիս, հոգևոր, խորհրդավոր կյանքը մի կողմ դնելով, մի տեսակ Աստծուն բացակա դնելով մեր միջից, բայց այդպես պետք չէ անել։ Եվ ես խորհուրդ եմ տալիս, կոչ եմ անում, ուղղակի զգույշ լինեն։ Մի պահ քայլ անելուց առաջ զգույշ լինեն Աստծուց վախենալու։ Աստծո դատաստանից։ Այո։ Տեր հայր, դուք ասում եք մենք լռեցինք հավաքական առումով։ Արդյոք դա նշանակում էր լռություն։ Ես ուզում եմ գնահատել, հա, որովհետև երկու կարծիքներ իմ մեջ կա։ Ես այո եւ ընկալում եմ, որ օրինակ երբ Միքայել Սրբազանին եկել են եւ Մայր աթոռից փորձում էին ուժի գործադրման բերման ենթարկել, այնտեղ բավականաչափ մարդ չկար, բավականաչափ հավատացյալ չկար, կային, որ պայքարում էին եւ թույլ չէին տալի, որ Սրբազանը գնա, բայց փոքրաթիվ էին։ Բայց մյուս կողմից ես տեսնում եմ, որ եկեղեցու դեմ բոլոր այս գործողությունները ընդհատվում են, այսինքն վերջնական հաջողության չեն հասնում եւ իշխանությունը կարծես նահանջ է անում։ Հիմա այս պահին էլ ինչ որ առումով անդոր էր։ Արդյոք դա պայմանավորված չէ նրանով, որ միևնույն է, այդ ծրագրերը չեն ստանում հանրային աջակցություն եւ միևնույն է հասարակությունը իրականում եկեղեցու կողքին է։ Երկու, այսպես իրարամերժ կարծես իրողություններ են, ու ես չեմ հասկանում դրանցից որն է ճիշտը։ Տեսեք, մարդկանցից պահանջել, որ հավաքվեն, գան, այսպես այդքան էլ ճիշտ չէ իմ կարծիքով, որովհետև հայ մարդը երբեք իր մտքի ծայրով չի կարող անցկացնել, որ հայ մարդը ոստիկան լինի, դատավոր լինի, պատկան մարմին լինի, կարող է ոտնձգություն դրսևորել եկեղեցու նկատմամբ։ Դրա համար մի տեսակ թմրության վիճակ է մեր ժողովրդի մոտ, մեր զավակների մոտ։ Իրենք չեն պատկերացնում։ Եկել են, ուրեմն ինչ-որ մի գործ կա, միգուցե այսպես են մտածել, կգնան։ Հետո երբ որ այդ իրողությունները եղան, մարդիկ հասկացան։ Եվ այդ հասկանալուց հետո ես վստահեցնում եմ, որ մեր եկեղեցիներում հոսքը հենց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր տաճար հոսքը շատացավ։ Եվ գիտակից մարդկանց հոսքը։ Մարդիկ հիմա գալիս են եկեղեցի ոչ թե մտնել մոմ վառելու համար ու դուրս գալու համար, այլ իրենք հստակ գիտակցում են, որ իրենց հոգևոր ծննդավայրն է եկեղեցին, որի ծոցից իրենք ծնվել են եւ դա իրենց ամբողջ ուժով ու եռանդով պիտի պաշտպանեն ու պահպանեն ու այդպես էլ կանեն։ Իսկ ինչ վերաբերում է, թե մարդիկ անտարբեր եղան հավաքական իմաստով, մենք մեր կենցաղի մեջ էլ ցավոք սրտի երբեմն
հումորներ, ծաղրանք, անտարբերություն են դրսևորում սրբությունների եւ պաշտոնների նկատմամբ։ Մենք շատ զգույշ պիտի լինենք, որովհետեւ կամած կենցաղ մտավ ու հասարակ դարձավ, որ հայ հոգևորականին կարելի է ձերբակալել։ Սրանից մի քանի տարի առաջ որևէ մեկս չենք կարող պատկերացնել ինչի համար հայ հոգևորականին պիտի ձերբակալեն, ինչ արել հայ հոգևորականը, որ ձերբակալեն, բայց այսօր դա մեզ համար զարմանալի չէ։ Հասարակ մարդը ասում է ամսի 7-ին վեհապարի դատն է, պատկերացնում եք ինչ ողբերգություն է սա։ Ես ուղղակի ասում եմ, սա ողբերգություն է, սա խայտառակություն է։ Չի կարող, ես առանց այդ մարդուն մեղադրելու եմ ասում, հասցրել են որոշակի տեխնոլոգիաներով այնտեղ ադապտացիայի հարմարեցրել են, որ այսօր հայ մարդը հանգիստ կանգնում, ասում ամսի 7-ին վեհապարի դատն է։ Չգիտես ինչ պատասխանես։ Դե մի բան, որ տեսնում ես, մի բանի միջով անցնում ես, արդեն դա դառնում է բնական, նորմալ, ադապտացվում ես, ինչպես գայրաններն են, չէ՞, ադապտացվում։ Այո, հարմարեցրել են, ադապտացրել են, սովորական են դարձրել, բայց սա սովորական բան չի։ Տեսեք, մենք անընդհատ խոսում ենք, բայց միգուցե խոսենք, բայց զրույցը չստացվի, չկպչի զրույցը, որովհետև սա աննախադեպ։ Սա ամոթալի, խայտառակ իրավիճակը, որ մենք չենք կարողանում սրա մեջ մեր միտքը դնել, չենք կարող ադապտացվել։ Տեր հայր, ինչ անել, որ այ մարդիկ այդ երևույթի դուք ասացիք ողբերգության հետ չհարմարվեն, չադապտացվեն եւ իսկապես նրանց ընկալումներում սա լինի աննախադեպ մի ողբերգություն։ Ինչպես հասնել այդ վիճակին։ Որովհետև հակառակ process-ն է տեղում, այդ ձեր ասած ադապտացիայի process-ն է տեղում։ Ինչպես անել, որ դա չդառնա սովորական։ Եկեղեցին ես վստահորեն եմ ասում իր անելիքը անում է։ Վեհապար Հայրապետի գլխավորությամբ, Վեհապար Հայրապետի լուր գործ անելով, մեր հոգևորականների լուր գործ անելով։ Ես կարծում եմ ու վստահ եմ, որ քայլը պիտի լինի ժողովրդի իրենց հոգևորականներին հետևելը։ Անդրադարձ պիտի լինի ի վերջո։ Պիտի կանգնեն ու ասեն սա նորմալ չէ։ Գիտեք, մի հոգի եթե կանգնեց ասեց սա նորմալ չէ, դա լավ իմաստով վարակիչ կլինի։ Եվ փառք Աստծո, այսօր ոչ թե մի հոգի է ասում, այլ շատերն են ասում։ Հիմա ես ասացի, որ մարդն ասում է ամսի 7-ին վեհապարի դատն է, բայց բազում մարդիկ էլ կան, որ չեն հարմարվում, մեզպես են մտածում ու արտահայտվում են։ Եթե խոսում են մարդիկ, ուրեմն օրենքի մասին, խոսում են բարոյականության մասին, պիտի հաշվի առնեն այդ բազմահազարանոց մեր հավատացյալների կարծիքը։ Մարդիկ չեն ուզում այս վիճակը։ Հավատացյալները չեն ուզում, հոգնել են այս վիճակը։ Ես ձեզ վստահեցնում եմ, ուղղակի հոգնել են։ Ուզում են իրենց հոգևոր կյանքը ապրել։ Որովհետև սա նորից պիտի ասենք իրենց համար, հասարակ երիտասարդը, հասարակ երեխան հասկանում է, որ սա ամոթալի է։ Հոգևորականները գուցե պետք է կոչ անեն նրանց։ Օրինակ նույն ամսի 7-ին։ Տեսեք, մենք միշտ ասում ենք, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին մի մեծ ընտանիք է։ Եվ այդ մեծ ընտանիքի հայրը Վեհապար Հայրապետն է։ Բոլոր մեր հավատացյալները գիտեն դրա մասին, որ մեր ընտանիքի հայրը Վեհապար Հայրապետն է։ Եվ բոլորն էլ գիտեն, որ ամսի 7-ին Վեհապար Հայրապետի առաջին այսպես դատական նիստն է։ Հիմա կոչ անելու կարիք բացարձակ չկա։ Առաջնորդելու կարիք կա։ Մենք առաջնորդում ենք մեր ժողովրդին, մեր առաջնորդների հետ Վեհապար Հայրապետի գլխավորությամբ, եւ մեր առաջին տեղը, ուր առաջնորդում ենք մեր ժողովրդին, դեպի Հիսուս Քրիստոս է։ Որքան էլ որ փորձեն խեղաթյուրել եւ ուրիշ բան ներկայացնել։ Մենք ուղղակի այս ժամանակահատվածում ստիպված ենք մի փոքր դադար տալ, մաքրել ասպարեզը եւ նորից մեր ժողովրդին առաջնորդել դեպի փրկություն, դեպի Հիսուս Քրիստոս։ Մենք սա երբեք չենք մոռանում, չենք կարող մոռանալ, որովհետև մենք անցել ենք այդ դպրոցը, անցել ենք այդ կյանքը եւ այլ կերպ չենք կարող ապրել։ Մենք ուրիշ տեղ չենք առաջնորդում։ Որքան էլ որ փորձեն ներկայացնել,
թե հոգևորականը քաղաքականությամբ է զբաղվում, թե հոգևորականը իր գործը թողել այլ բանով է զբաղվում, մենք չենք կարող ուղղակի եւ իրավունք չունենք ուրիշտեղ առաջնորդելու մեր ժողովրդին։ Միգուցե ներկայացնեն այդպես, բայց դա այդպես չէ։ Մենք ասում ենք ամոթ է, խայտառակություն է, չպիտի լինի դա, ու պիտի բոլոր սրբազանների վրայից դուրս գա բոլոր գործերը, արդարացվեն, որովհետև իրենք արդար են, ոչ թե ներելու բան չկա։ Եվ մանավանդ վեհապար Հայրապետի նկատմամբ այս ոտնձգությունը պիտի ուղղակի դադարեցվի։ Այդ գործի նպատակին, եթե անդրադառնանք, նպատակն այն էր, որ եպիսկոպոսատ ժողովը տեղի չունենար եւ չկարողանար վեհապար Հայրապետը տիրադավներին, որոնց դուք անվանում եք, եկեղեցին հռչակել է տիրադավներ, նրանց կարգալույծ անել։ Նպատակը դա էր, պարզապես փրկել նրանց։ Նայեք, եկեղեցին չի հռչակել տիրադավներ։ Այս խոսույթը գիտենք, սրբազանները ասացին, հայտարարությամբ հանդես եկան։ Տեր հայրեմ, ես չեմ գնահատական տա այդ իրավունքը չունեմ, որդիաբար իմ խոնարհումը իրենց, բայց վեհապար Հայրապետին, երբ որ հարց տվեցին, ինքը այդ բառը չասաց եւ մենք էլ գտնում ենք, քանի որ իրենք օցիալ եպիսկոպոսներ են, իրենք պիտի դառնան։ Ես իմ համեստ ու պարզ կարծիքն եմ ասում։ Եվ ի տարբերություն մեր դիմաց կանգնած մարդկանց, ովքեր անտարբերությամբ են նայում նրան, որ ոմանք ամենայն հայոց կաթողիկոսին ավազանի անունով են դիմում եւ լուր նստում են, մենք հոգեվորականներս չենք կարող անտարբեր մնալ եւ չարձագանքել սրան։ Սրբազանները իրավունք ունեն, սրբազանները այն ճանապարհն են անցել, որ իրավունք ունեն դա ասել, Ագրատ սրբազան, Արշակ սրբազանը, Միքայել սրբազանը ասել են, բոլորս գիտենք ինչի մասին է խոսքը, բայց մենք այդ իրավունքը մեզ չենք վերապահում եւ եկեղեցին չի հռչակել այդպես։ Բայց եթե այդ ժամանակ կարողանային գնալ եւ մասնակցել ժողովին, հաջորդ քայլը դա չէր լինելու Տեր հայր։ Ժողովը չկայացավ։ Այո։ Եթե ժողովը լիներ, արդեն կիմանայինք, թե ժողովին հաջորդ քայլը ինչ կլիներ։ Միգուցե հաջորդ քայլը դա չլիներ։ Իսկ ինչ վերաբերում է բայց այնպես արվեց, որ ժողովը չկանա, հա, այսինքն նրանք երկրից հեռանալու արգելք դրվեց հենց այս գործի միջոցով։ Այո, հավաք տեղի ունեցավ եպիսկոպոսած, ժողով տեղի չունեցավ, եւ այդ հավաքի ժամանակ էլ, եթե հիշում եք եպիսկոպոսած հավաքի հայտարարությունը, կոչ արվեց այդ սրբազան հայրերին վերադառնալու։ Այդ կոչը արվեց եւ մենք այդ կոչից այն կողմ ուրիշ բան ուղղակի իրավունք չունենք ասելու։ Իսկ ինչ վերաբերում է նրանք, ովքեր խաթարեցին եպիսկոպոսատ ժողովը, արեցին պաշտպանելու համար հոգեվորականներին, գիտեք, սա արդեն նորից ամոթալի եւ աբսուրդի ժանրից է։ Ինչի նման է, գիտեք, որ օտար մարդը գա իմ զավակին ինձնից պաշտպանի։ Ինչ է կարծում եք, որ ես իմ զավակին ձեզնից քիչ եմ սիրում եւ գնահատում։ Եթե մարդիկ կարծում են, որ հոգեվորականներին ավելի շատ են սիրում եւ գնահատում, քան վեհապար Հայրապետն է, այստեղ չարաչար սխալվում են։ Որովհետեւ ի տարբերություն իրենց վեհապար Հայրապետը բոլոր հոգեվորականներից կայացման, ծնվելու, սնվելու եւ որոշակի իմաստով կայուն հոգեվորական դառնալու մեջ մեծ ներդրում ունի։ Բոլոր հոգեվորականները այսօրվա ծառայող հոգեվորականների հայ առաքելական Սուրբ եկեղեցու անդաստանում։ Իսկ ովքեր գալիս են կողքից, դրսից, կարծես թե ուզում են օգնել հոգեվորականներին, սա ծիծաղելի է։ Լավ, ասենք բոլոր հոգեվորականների կայացման մեջ ներդրում ունի։ Ինչու այդ հոգեվորականներից ոմանք ուրացան այդ ներդրումը։ Ես հենց ուրանալ բառն եմ օգտագործում, որովհետև նրանք ասում էին, որ մենք ուզում ենք բարենորոգել, փոխել վեհապար հորը։ Այսինքն չեն գնահատել ներդրումը։ Տեսեք, դուք գործածեցիք եկեղեցու բարենորոգում բառը, չէ՞, բարենորոգել։ Նրանց մեջ բերելով։ Նրանց մեջ բերելով։ Ուրեմն բարենորոգում ասվածը շատ ավելի լայն պատմություն ունի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II Հայրապետը 19-րդ դարի վերջից եւ 20-րդ դարի սկզբից սկսված այդ բարենորոգվելիք ծրագրեր իրականացրել է։
Թող ազնիվ լինեն ասելու, ոչ թե բարենորոգում, չգիտեմ, նոր բառ թող հնարեն։ Բարեքանդում թող ասեն, գոնե եթե բարի բառն են ուզում օգտագործել, որովհետև իրենց արածը բարենորոգում չէ։ Դա կազմաքանդում է։ Իսկ իրենք ինչու այդպես վարվեցին մեր եղբայրները, ես չեմ կարող ասել, տարբեր շարժառիթներ միգուցե ունեն, բայց միշտ էլ հոգևոր կյանքի մեջ այդպես եղել է ցավոք սրտի։ Քրիստոս էլ ուներ 12 առաքյալներ, բոլորին էլ ճանաչում ենք։ Տեր հայր, դուք ասում եք նրանք պետք է դարձի գան եւ նաեւ հիշեցրիք եպիսկոպոսած հավաքի հայտարարությունը, որտեղ նրանց այդ հնարավորությունը տրվել էր։ Դարձի գալիս է, ինչ է հիմա կատարում, լռություն է։ Գուցե իսկապես նրանք արդեն դարձի են գալիս, շփումներ են տեղի ունենում։ Հուսով ենք, որ պիտի դառնան։ Ես չեմ կարող ասել, անկեղծորեն չգիտեմ, բայց վստահ եմ, եթե դառնան, մենք բոլորս կիմանանք։ Ու ուշ թե շուտ բոլորն էլ դառնալու են հայ առաքելական սուրբ եկեղեցու գիրկը։ Բայց այստեղ մոտիվներն են կարևոր։ Բայց նաև լինելու են նաև բնականաբար պատիժներ, ես այդպես եմ կարծում, որովհետև չի կարող վատ արարքը չունենալ իր գնահատական։ Թե ինչ մոտիվներով են իրենք այդ քայլերն արել, նորից մեր խոսակցությունը կլինի ենթադրությունների դաշտում։ Չէ, նաև դարձի գալու մոտիվներն են կարևոր, որովհետև այո, դու կարող ես տեսնել, որ սա չի հաջողում, քեզ որևէ օգուտ չի տալիս եւ գնաս ասես ես ափսոսում եմ դարձի եմ գալիս, դա չեղավ արդեն արդար եւ ազնիվ մոտիվ մղում։ Կապրենք կտեսնենք։ Ես ուզում եմ նաև խոսենք կարգալույց եղած հոգևորականների մասին, որովհետև մենք տեսնում ենք, որ նրանք մնում են եւ ոչ միայն իրենք որոշեցին մնալ, պետությունը աջակցեց, իրավապահ մարմինները, դատարանները այդ թվում որոշեցին, որ նրանց աշխատանքային իրավունքները խախտվել են եւ պետք է գնան եւ ծառայություններ մատուցեն, բայց նրանց ձեռնադրել է վեհափառ հայրապետը եւ բնականաբար եթե նա որոշել է կարգալույց հռչակել, նշանակում է, որ նրանք այլևս հոգևորական չեն։ Շատ պարզ եմ բացատրում, բայց որովհետև շատ պարզ է։ Որտեղից ծնվել ես, այդտեղից էլ իրավունք ունեն քեզ կասեցնելու, կարգալույց անելու։ Սրա մասին շատ է խոսվել։ Ամբողջ հայ եկեղեցու կանոնադրությունը, նաև կանոնագիր հայոցը իր կանոնախմբերով սրա մասին խոսում են եւ շատ ու շատ հրապարակումներ եղան սրա շուրջ, որ եկեղեցին այո իրավունք ունի թե ձեռնադրելու հոգևոր ասպարեզ դնելու անձին, հոգևորական օծելու եւ իրավունք ունի նաեւ կարգալույց անելու։ Այստեղ չհասկանալու բան ուղղակի չկա։ Եվ եթե մարդը արդեն կարգալույց եղած է, ինքը իրավունք չունի կատարելու որևէ արարողակարգ։ Այո, Տեր հայր, ես ուզում եմ նաեւ սրա խորհրդին անդրադառնալ, որ հավատացյալը հասկանա, եթե նա գալիս է եկեղեցի եւ կարգալույց եղած հոգևորականից ստանում է, չգիտեմ, մկրտություն, պսակադրության ինչ որ մի կարգ, դա ինչ է նշանակում իր համար։ Շատերը գուցե չեն հասկանում, շատերին օրինակ ասում ես, այս հոգևորականը կարգալույց եղած, ասում է, հա դե բայց եկեղեցում է ինչ տարբերություն, ինչ նշանակություն եւ չեն գիտակցում։ Ես ուզում եմ, որ դուք սա բացատրեք։ Ուրեմն նայեք, մարդը որ կարգալույց եղած արդեն, ինչպես քիչ առաջ ասացինք, իրավունք չունի անելու որևէ խորհուրդ կամ որևէ ծիսակատարություն։ Եվ իր արած խորհուրդը վավերական չէ, մկրտությունը վավերական չէ, պսակը վավերական չէ, եւ այլն եւ այլն։ Մատուցած սուրբ պատարագ ես ճակերտներով եմ ասում, այս պարագային վավերական չէ։ Մարդիկ մենք ասել ենք, հայտարարել ենք եւ հիմա էլ ասում ենք, որ մարդիկ սրա մասին պիտի իմանան։ Բայց խնդիրը պիտի լուծվի ավելի խորքում, խորքային լուծում պիտի լինի։ Առհասարակ, երբ որ մարդը իր կյանքի համար նյութական ինչ-որ բարիք է ուզում ձեռք բերել, չի գնում ինչ-որ պատահական տեղից ձեռք բերելու, չէ՞։ Հետաքրքրվում է, որտեղ են լավ իր ցանկացած իրը կամ առարկան վաճառում։ Կամ երբ որ մարդը իր առողջության հետ խնդիր ունի, ինքը չի գնում պատահական մարդու մոտ, որ սպիտակ շոր է հագել։ Չի գնա, չէ՞, սպիտակ շոր հագնող մեկի մոտ, ասի, խնդրում եմ,
իմ հիվանդությունը բուժիր։ Շատ նրբանկատորեն մենք բոլորս դրան վերաբերվում ենք, չէ, հետաքրքրվում ենք, զանգում ենք, գնում ենք, զրուցում ենք, չէ։ Ուրեմն նույն կերպ մարդը պիտի վարվի իր հոգևոր կյանքի հետ։ Երբ որ մարդը ուզում է մկրտել իր երեխային, իր զավակին, պետք է հետաքրքրվի, պետք է գնա, հանդիպում ունենա հոգևորականի հետ, այդ հոգևորականի մասին իմանա եւ նոր ինքը վստահի իր երեխայի մկրտությունը։ Եվ այո, փառք Աստծո, կան մարդիկ, ովքեր իրենց զավակներին մկրտելուց առաջ մի քանի անգամ հանդիպում են ունենում հոգևորականներից հետ եւ զրուցում են, երեխան մեզ հետ ծանոթանում է, կամ երբ որ իրենք են մկրտվելու, օրինակը մկրտության վրա եմ ես բերում։ Երբ որ այսպես լինի, արդեն այս ոչ ճիշտ քայլերը մեջտեղից դուրս կգան։ Հնում եղել է ծխական կյանք։ Ամեն մարդ ճանաչել է իր հոգևորականին եւ հոգևորականը ճանաչել է իր հավատացյալներին։ Նույնիսկ ամեն հոգևորական իմացել է, թե քանի տուն ունի, ծխատեր քահանա է կոչվել։ Հիմա հասկանալի պատճառներով տարիների ընթացքում անաստվածության տարիներ, հալածանքի տարիներ, հոգևորականների թվի պակաս եղավ եւ այս պրակտիկան դուրս եկավ, բայց հիմա կամաց վերականգնվում։ Շատ չէր կարելի, որովհետև սրա մասին կարելի է երկար խոսել, մարդիկ ովքեր ուզում են իրենց, որովհետև դա լինում է մի անգամ։ Պսակը լինում է մի անգամ, մկրտությունը լինում է մի անգամ։ Ես ուղղակի գոհորդորեմ, կխնդրեմ, երբ որ ուզում են այդ քայլին գնալ, թող չնայեն եկեղեցու սիրունությանը, թող չնայեն տեսարանին, թող չնայեն տեղանքին, թող հետաքրքրվեն, գնան մեկ անգամ, զրուցեն, հասկանան, իմանան եկեղեցին ինչ բան է։ Մենք սիրով պատրաստ ենք այդ մարդկանց ընդունելու, զրուցելու, իրենց հետ եւ ասելու, թե այս պարագային որ քայլն է ճիշտ, որ քայլն է սխալ։ Թե չէ, այսպես, եթե ես կանգնեմ ասեմ, մի գնացեք այստեղ, մի գնացեք այնտեղ, այստեղ եկեք, կա հստակ իրողություն։ Եկեղեցին իրավունք ունի ձեռնադրելու, եկեղեցին իրավունք ունի կարգալույց հռչակելու։ Երբ որ մարդը կարգալույց է արդեն, իրավունք չունի կատարելու որևէ խորհրդակատարություն կամ ծիսակատարություն։ Անկախ նրանից թե ով է այդ մարդը, ես եմ կարգալույց եղած, դիցուկ ես եմ զանցանք գործել, կարգալույց եմ եղել։ Թե ինչքան են ինձ սիրում, ինչքան են ինձ հարգում, ինչքան հեղինակություն ունեմ ես, սրանք հոգևոր կյանքի համար շատ դատարկ իրողություններ են։ Կա հստակ իրողություն, եթե ես կարգալույց եղած եմ, իրավունք չունեմ անելու որևէ ծիսակատարություն, որովհետև դա վավերական չէ։ Հիմա ինչ պետք է անեն մարդիկ, ովքեր արդեն մկրտվել են, պսակադրվել են, պետք է նորից կան։ Ովքեր որ պսակվել են, մկրտվել են, կարգալույց եղած անձանց մոտ իրենց մկրտությունն ու պսակադրությունը վավերական չի համարվում։ Պետք է նորից փաստորեն։ Իրենք պիտի որոշեն ինչ անեն։ Դեր այլ, բայց հիմա տեսեք, նախ ես ուզում եմ իրողությունը հասկանանք, որովհետև մի պահ շատ աղմուկ կար, նաև լրատվամիջոցները, լրագրողները գնում էին տեղում լուսաբանում էին, որ այ տեսեք նախկին օրինակ Տեր Արամը Հովանավանքում հենց հիմա փորձում է պսակել ինչ-որ մի զույգի, այդ աղմուկը բարձրանում էր, ես հիշում եմ մի դեպք, որ նաև, եթե չեմ սխալվում, լրագրողներ Սյուզի Բադոյանի միջոցով էր, հենց այդ պահին էր նա գնացել եւ նրանց տեղեկացնում էր, ի վերջո հասան նրան, կարծեմ, որ Տեր հայրը փոխվեց եւ մյուս Տեր հայրը պսակադրությունը իրականացրեց։ Բայց հիմա այդ աղմուկը լռել է, ու մարդիկ չգիտեն։ Հիմա օրինակ նույն Տեր Արամը, նույն Տեր Թադեն, նախկին, հա, նրանց հիմա հոգեվոր անուններով եմ կոչում, նախկին Տեր Արամը եւ Տեր Թադեն, նրանք շարունակում են մնալ այդ եկեղեցիում ծառայություն մատուցել։ Հիմա հավատացյալը, որը պետք է գնա Հովանավանք, գիտի տեղյակ է այնտեղ ով է, իրավունք ունի այդ ծառայությունը մատուցելու, թե չունի։ Խնդրեմ։ Ձեր տված հարցը նախքին իմ պատասխանի բովանդակության մեջ է, այո, պիտի հետաքրքրվի։ Մենք ուղղակի փաստենք, ասենք, որ նախքին Տեր Արամը արդեն Ստեփան Ասատրյան է, նախքին Տեր Թադեն Արամայից Թախմազյան։ Մնացածը թող մարդիկ որոշեն։ Չէ, բայց նրանք շարունակում են մնալ եկեղեցում։ Այո, այսօր շարունակում են մնալ եկեղեցում, բայց գործընթացը տեղի ունենում, առաջ Աստված ամեն մեկը իր արժանի տեղում պիտի հայտնվի։ Հիմա այնակ Հովանավանքում միայն Հովանավանքում Ստեփան Ասատրյանն միայն ինքն է Հովանավանքում եւ արդեն մնացած տրամաբանության մեջ է, իմ ասացի տրամաբանության մեջ։
Եվ այնտեղ վերահսկում ու ապահովում են իր անվտանգությունը։ Որքանով որ ես լսել եմ, անկեղծ որ ասեմ, շատ չեմ հետաքրքրվում, թե ով ում անվտանգությունն է ապահովում կամ ոստիկան ինչի համար է ուղեկցում ինչ որ անձի։ Ես չգիտեմ, որտեղ մենք հոգևորականները սովոր ենք, որ ազատ քայլենք, ազատ շրջենք, մեզ ոչ ոք չի ուղեկցում, եթե ուղեկցում է, լավ մարդիկ են ուղեկցում մեզ, բարևում են անծանոթ ծանոթ մարդիկ, այդ իմաստով անկեղծ ասած չի հետաքրքրում, թե ով ում է ուղեկցում։ Մենք ասում ենք, որ մարդը կարգալուց եղած է եւ իր արած արարողությունը անվավեր է։ Ես չեմ զգուշանում պատասխանել տալուց։ Ես չեմ խորշում, ուղղակի մենք խոսում ենք երևույթի մասին, որովհետև սա ընդհանուր լուծման կարիք ունի։ Հիմա այսօր X մարդն է կարգալույց եղած, մյուս օրը մեկ ուրիշը կարգալույց կլինի։ Դրա համար ես ասացի, մարդը, քրիստոնյա մարդը, ոչ թե պիտի նայի, թե ինչքան է տվյալ հոգևորականի սիրում, ինչքան լավ է խոսում տվյալ հոգևորականը, ինչքան լավ գիտելիք ունի այդ հոգևորականը, ինչքան լավ ձայն ունի այդ հոգևորականը եւ այլն, այլ նայի հանգամանքին, ինքը կարգի մեջ է, թե չէ։ Գիտեք, հին հավատացյալները, երբ որ բարեմաղթանք են անում հոգևորականին, ինչ են ասում են, Տեր հայր, կարգիդ մեջ հաստատ մնաս։ Դա դատարկ խոսք չի։ Պապիկ տատիկները, երբ որ մեզ լավ բան են ուզում ասել, ասում են Տեր հայր, ապրես, կարգիդ մեջ հաստատ մնաս։ Հիմա այդ մարդիկ ում մեղավորությամբ, մեր մեղավորությամբ չէ, որ իրենց կարգի մեջ հաստատ չեն մնացել։ Չեն մնացել, կարգալույց են եղել։ Ուրեմն իրավունք չունեն կարգ կատարելու։ Սա շատ պարզ իրողություն է, որ բոլորը գիտեն, բոլորը պիտի իմանան եւ զգույշ լինեն ուղղակի։ Մենք սրա մասին շատ անգամներ խոսել ենք, մարդիկ հարցնում են, ասում ենք, մենք ոչ մեկի ոչ ատում ենք, մենք ոչ մեկի նկատմամբ ցեղ չենք նետում, ասում ենք եղբայր դու այս կարգավիճակն ունես, դու մյուս կարգավիճակն ունես, ես էլ հոգևորական եմ, եկեք այս տրամաբանության մեջ ապրենք ուղղակի։ Տեր հայր, այդ պատարակները, որոնք որ մատուցում էին կարգալույց հոգևորականները, հենց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, իշխանականների ներկայությամբ, հիշում ենք, մի շրջան այսպես արշավ էր, ամեն կիրակի նրանք գնում էին ինչ-որ մի եկեղեցի, պատարակներ էին փորձում մատուցել, կաթողիկոսի անունը զեղչել, հետո դա դադարեց։ Ես ուզում եմ այդ թեմային էլ վերադառնանք, որովհետև միտեղ նաև հակասության մեջ ես դրեցի, որ մենք չենք տեսնում այսպես լայն ըմբոստություն, բայց նաև մենք տեսանք, որ այդ օրակարգերը ինչ որ առումով մարեցին։ Ինչով էր պայմանավորված։ Արդյոք սա նշանակում էր, որ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ այդ օրակարգի շուրջ նա չունի հանրային աջակցություն, նա չստացավ այդ աջակցությունը։ Նորից, եթե մենք հոգևոր աչքերով նայենք, որտեղ ուրիշ աչքով չենք կարող նայել, մեզ համար շատ պարզ է դառնում։ Մեր եկեղեցու վարդապետության համաձայն եկեղեցին երկինք է երկրի վրա։ Եվ այդտեղ խաղալ եւ այդտեղ որևէ գաղափար առաջ տանել ի վերջո չի ստացվելու։ Եվ ժողովուրդը բնականաբար պիտի հասկանար։ Մարդը չի գնում ծրագրված պատարակի։ Ես մի անգամ ասել եմ, երբ որ ասացին մարդը գնում է Հովանավանք, գնում է, չգիտեմ, Թալին, գնում է այսինչ եկեղեցի, մյուս եկեղեցին, տարբեր հեռու համայնքներից գնում էին այդտեղ։ Մի օր հոգնելու են գնալուց։ Որովհետև ճշմարիտ հավատացյալը ինքը իր համայնքի եկեղեցին է գնում։ Ինքը գիտի արթնանում է, գնում է։ Միգուցե մի կիրակի էլ չի ուզում գնալ։ Մի բանը, երբ որ ստիպելով է լինում, օրերից մի օր դադարելու է։ Մի բանը, երբ որ որևէ վատ գաղափար ու նպատակ է դրվում, օրերից մի օր դադարելու է։ Եվ բնականաբար այդպես էլ եղավ ու այդպես էլ պիտի լինի։ Մենք էլի շարունակելու ենք մատուցել մեր պատարակները, էլի հոգևոր մեր կյանքն ենք շարունակելու ապրել, բայց այդ քայլերը իրենց մոտ մի օր դադարելու են։ Հետո պատարակի գնացող մարդը պիտի ընդունի ամբողջ այդ եկեղեցու մտածելակերպը։ Պատարակի մեջ նվիրապետությունը շեշտվում է ամենայն հայոց կաթողիկոսի
անունը պատարագի մեջ տալով կամ առաջնորդի անունը տալով։ Հիմա եթե ես գնում եմ ուզում խմբագրել պատարագը, այդպես մասնակցել, վաղն էլ ուրիշ ցանկություն կունենամ, ուրիշ բան խմբագրել, այդպես մասնակցել, դա չի լինում պատարագի մասնակցել։ Դա դրան մեր հայրերը պատասխան են տվել, անուն են տվել, դա կոչվում է հպարտություն։ Իսկ երբ որ եկեղեցի ես մտնում, այդ հպարտությունը պիտի թողնես դռնից դուրս։ Եվ գալուց հետո պիտի բոլորովին այլ մարդ դառնաս։ Դու չես կարող մտնել եկեղեցի, այո, դու չես կարող մտնել եկեղեցի, աղոթել, դուրս գալ հայհոյել։ Մտնել եկեղեցի, աղոթել, դուրս գալ ամենայն հայոց կաթողիկոսին ավազանի անունով դիմել։ Դու չես կարող մտնել եկեղեցի, դուրս գալ ու չարություն տարածել։ Ուղղակի չես կարող։ Նշանակում է դու չես էլ մտել եկեղեցի։ Միգուցե ֆիզիկապես ես մտել եկեղեցի, բայց եթե այսպես ես վարվում, դու ուրեմն չես էլ մտել եկեղեցի։ Դուք ասացիք կաթողիկոսին ավազանի անունով դիմել, ես ուզում եմ անդրադառնանք վերջերս տեղի ունեցած մեկ այլ վատ իմաստով բացառիկ երևույթի, դարձյալ բացառիկ էր տեղի ունենում խորհրդանի առաջին նիստը, որտեղ ըստ օրենքի պետք է մասնակցի վեհափառ հայրապետը եւ իր օրհնությունը տա, եւ նրան չեն հրավիրում, հետո տեսանք, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները իրենք էին գնացել այդ օրհնության հետևից։ Եվ երբ հարցում են, թե ինչու չեք հրավիրել, հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ասում են, մենք չենք ճանաչում Գարեգին երկրորդ անունով վեհափառ հայրապետի, ձեր գնահատական այս երևույթին։ Երբ վեհափառ հայրապետը չգնաց խորհրդարան ու աղոթքով չսկսվեց առաջին նիստը, արդյոք դուժեց վեհափառ հայրապետը։ Ես վստահ եմ, որ ոչ։ Դուժեցին այն մարդիկ, ովքեր չստացան այդ օրհնությունը։ Իսկ այն մարդիկ, ովքեր գնացին վեհափառ հայրապետի մոտ, ստացան այդ օրհնությունը։ Իսկ ինչ վերաբերում է, թե չեմ ճանաչում, կողքի հայացքով ես որ նայեմ առանց գնահատականներ տալու, ինձ մոտ տպավորությունն է, որ պայմանավորված բոլորը նույն բանն են ասում։ Չեմ ուզում որակում տալ, որովհետև իրենց արած այդ քայլը որակում չունի, մանավանդ վեհափառ հայրապետին, բազմիցս ենք ասել, ավազանի անունով դիմելը, լավ էլ ճանաչում են վեհափառին, լավ էլ վեհափառի օրհնությունը ժամանակին ստանում էին, լավ էլ վեհափառ հայրապետի հետ մեծ ցանկություն ունեին հանդիպելու, լավ էլ ճանաչում են։ Եվ երկրորդ այս, չգիտեմ, խայտառակություն ասեմ, անամոթություն ասեմ, կներեք, բայց չեմ կարողանում բառը գտնել։ Դու կարող ես տրամագծորեն մարդու գաղափարներին դեմ գաղափարներ ունենալ, բայց լինելով քաղաքական գործիչ, մանավանդ քաղաքական գործիչ, լավ այսպես ասենք, հասարակական դեմք, մարդ, որին նայում են հասարակ, գյուղացին ու քաղաքացին մարդը, դու պիտի մնաս քո պարկեշտ գաղափարի մեջ, որովհետև քեզ մարդիկ վստահում են, որ խմբակցությունից ուզում ես եղիր։ Մարդիկ քեզ նայում են եւ վեհափառ հայրապետը միշտ այս կոչն է անում՝ միասնականության, պարկեշտության, հայրենիքի հանդեպ եւ սրբությունների հանդեպ սիրո կոչն է անում։ Տեսել եք այլ բան կոչ անի վեհափառ հայրապետը։ Չի արել, բնականաբար մենք չենք տեսել։ Այս քայլեր ուղղակի անընդունելի են։ Տեր հայր, դուք ասում եք ժամանակին լավ էլ հանդիպում էին, ուզում էին հանդիպել, բայց նաև հիշում ենք, որ 18 թվականին եկան իշխանության ու միանգամից մեկնարկեց Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը։ Արդյոք այդ ծրագրով, ոչ միայն այդ ծրագրով, բայց նաև այդ ծրագրով եկան իշխանության եկեղեցու դեմ պայքարի, հոգևոր արժեքների դեմ պայքարի եւ գուցե հենց վեհափառ հայրապետի դեմ պայքարի, ինչու եկան ու միանգամից սկսեցին խոսել վեհափառ հայրապետին փոխելու մասին։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ է, եթե այն ժամանակ մի քիչ խարխափում էինք կամ կասկածում էինք կամ չգիտեինք, հիմա ամեն ինչ պարզ է։ Ես կողքի հայացքով եմ նայում, համարեք մարդու, որ որևէ բան չգիտի, որևէ բան չի ուսումնասիրում, չի հետաքրքրվում, այդ մարդիկ, ովքեր 18 թվականին դուրս եկան փողոց եւ ասացին նոր Հայաստան, նոր հայրապետ, այսօր այդ կեղծ պատարակների միասին աղոթում են։
ենթադրությունը, եզրակացությունը մարդկանց։ Կարող ենք ասել, որ ի սկզբանե հենց այդ ծրագրով էլ եկել են։ Ես չեմ կարող ասել։ Ինչով է խանգարում եկեղեցին կամ նույն ամենայն հայոց կաթողիկոսը։ Եկեղեցին այն ինստիտուտն է, որ պահում է ազգային ավանդույթները, որ չի մոռանում իր անցյալը, որ Արցախի մասին է խոսում, որ Արևմտյան Հայաստանի մասին է խոսում, որ ցեղասպանության մասին է խոսում, որ խոսում է բարձր արժեքների մասին, որ խոսում է ընտանիքի մասին, որ խոսում է բարոյական արժեքների մասին։ Այսօրվա աշխարհը, եթե մենք նայենք, տրամագծորեն հակառակ ուղղությամբ է գնում։ Եկեղեցին այն ինստիտուտն է, որ խոսում է բոլոր այս բարձր արժեքների մասին եւ իր հետևորդներին այս բարձր արժեքներով է սնում։ Եվ միգուցե այս բարձր արժեքներով սնելու պատճառով է, որ մի տեսակ, եթե խանգարում է, ուրեմն խանգարում է։ Այսինքն արժեքների հակասություն է։ Կարծում եմ այո, որովհետև եկեղեցին տրամագծորեն այլ բան է ասում։ Եկեղեցին ասում է ընտանիք ժուժկալություն, աշխարհն ասում է մարմինն իմն է, ես իրավունք ունեմ, ինչպես կուզեմ գվարվեմ իմ մարմնի հետ, օրինակ։ Եկեղեցին ասում է հայրենիքիդ նկատմամբ նվիրում, եկեղեցին ասում է սրբությանը նկատմամբ նվիրում, աշխարհն ասում է ես որտեղ ուզեմ կարող եմ Աստծու հետ խոսել, որտեղ ուզեմ կարող եմ Սուրբ Գիրք կարդալ եւ այլն։ Այսպես շարքը կարող ենք շարունակել։ Դրա համար ինչ որ իմաստով եկեղեցին չի տեղավորվում աշխարհիկ մտածելակերպի մեջ։ Բայց չպիտի մոռանանք, որ այս եկեղեցին եւ ընդհանրական Քրիստոսի ընդհանրական եկեղեցին հենց Աստծու կողմից հիմնված Հիսուս Քրիստոսի մարմինն է։ Եվ այն մարդիկ, ովքեր կապրեն եկեղեցու տրամաբանության մեջ, կապրեն երջանիկ։ Այն մարդիկ, ով կապրեն եկեղեցու տրամաբանությունից դուրս, միգուցե ապրեն որոշակի կարճ ժամանակահատվածում հաճելի, բայց կապրեն դժբախտ կյանքով։ Տեր հայր, նաև տեսեք նախընտրական ծրագրի մեջ այս իշխանությունների հստակ եկեղեցու դեմ գրված դրույթներ կային, այդ թվում եւ հվեապար հայրապետին փոխելու վերաբերյալ։ Հիմա նաև տեղի ունեցավ հենց այս քայլը, որը կարծես ինչ որ առումով ուղերձ էր, հա, այսինքն մենք չենք հրավիրում, մենք չենք ընդունում, մենք չենք ճանաչում նրան։ Դրանից հետո նոր քայլերի մենք սպասենք հակաեկեղեցական արշավների, արդյոք իսկապես սա ուղերձ էր, որից հետո պետք է նոր թափ ստանան այդ արշավները։ Կարծում եմ արդեն երևում են այդ փոքրիկ քայլերը։ Ես անկեղծ ասած ժամանակ չունենք հետևելու խորհրդարանական լսումներին, խոսքերին, որովհետև մեր ասպարեզն այլ է, ես արդեն ասացի, բայց որքանով որ տեսնում ենք անընդհատ վեապար, անընդհատ եկեղեցիների մասին, անընդհատ հոգևորականների մասին եւ այլն, ենթադրում ենք, որ այո, միգուցե ինչ որ արշավի սկիզբ է։ Արդեն այդ արշավը կա։ Փաստ վեապար հայրապետի դատավարությունը։ Ես չեմ կարող ասել, բայց արդեն այդ ուրեմն արշավը կա ու մենք այդ իրողության մեջ ցավոք սրտի ապրում ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, ես արդեն մանդատ եմ ստացել, որ իրականացնեմ այն ամեն ինչ, ինչ որ գրված էր իմ նախընտրական ծրագրում։ Այսինքն վաղներ շատ հանգիստ կարող է ասել, ժողովուրդը ինձ այդ մանդատը տվեց, որ ես վեապար հայրապետին փոխեմ։ Վեապար հայրապետը ամենայն հայոց կաթողիկոս է։ Վեապար հայրապետը միայն Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը չէ։ Հայաստանի Հանրապետությունում ապրում են 3 միլիոն հայեր, իսկ հայերի թիվը կարծեմ 3 միլիոնից շատ է, 10 միլիոն, չէ՞։ Այդպես 10 միլիոն։ Հիմա էլ չասեմ, որ այդ 3 միլիոնի մեջ ոչ բոլորը ասեցին իր ծրագրին այո։ Հիմա խոսել վեապար հայրապետի 50%-ն էլ չի ասել։ Այո, 50%-ն էլ չի ասել։ Հիմա խոսել 50%-ից ցածր ձայն տված մարդը չի կարող խոսել վեապար հայրապետին հեռացնելու մասին, որովհետև Հայաստանի Հանրապետությունում էլ ապրող անձը, Ավստրալիայում էլ ապրող հայը նույն վեապար հայրապետի զավակներն են։ Իսկ Ավստրալիայում ապրող հայը Հայաստանում ընտրության կարծեմ թե չմասնակցեց կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում
եւ այլն։ Ուրիշ բան ասեմ, որքանով եք վստահ, որ այդ 50%-ից ցածր անձնավորությունները մարդիկ բոլորն ուզում են որ վեհապար։ Վստահ եմ, որ 90 եւ ավել տոկոս այդ 50%-ից քիչ ընտրած անձած չի ուզում վեհապար հայրապետի հեռանալը։ Վստահ եմ ուղղակի։ Ուրեմն, երբ որ մենք այսպես դատենք, խոսենք, կտեսնենք, որ ուղղակի անհիմն են այդ ցանկությունները։ Ընդ որում ծրագիրն էլ չեն կարդացել։ Ես չգիտեմ, Ընտրողների քան տոկոսն է կարդում ծրագրերը։ Դե պարզ հողագործ մարդ է, պարզ վարորդ մարդ է, պարզ հոգևորական մարդ է, միգուցե ժամանակ չունենա կարդալ, ընտրության է գնում այնքանով, որքանով հետևում է։ Մարդը միգուցե լսել է խաղաղություն բառը գնացել է ընտրության։ Միգուցե։ Ես չգիտեմ, չեմ ուզում մտնել այսպես քաղաքական բառապաշարով խոսակցության մեջ, բայց ես վստահ եմ, շատ մարդիկ կան, մեր հետ շփվում են, չէ՞ ի վերջո։ Մենք չենք ապրում միտեղ, որտեղ հրեշտակներն են։ Մենք ապրում ենք մարդկանց մեջ։ Եվ մարդկանց հետ ենք հարևանություն անում, շփվում, որոնք չգիտենք, թե ընտրության ում են, մեզ չի հետաքրքրում։ Ես մարդը, որ գալիս է եկեղեցի, չեմ հարցնում ում ես ընտրել, որ իր զավակին մկրտեմ։ Ի վերջո մարդը ընդունում է դա։ Ուրեմն խոսել այս տրամաբանության մեջ վեհապար հայրապետ հեռացնելու մասին, մեղմ ասած, չգիտեմ, սխալ է։ Տեր Փարան, եւ վերջում ամփոփելով զրույցը, տեսեք, Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում եկեղեցու այսպես կոչված բարենորոգման մասին, դուք ասացիք ավելի լավ է ասեմ բարեքանդում։ Ես ուզում եմ խոսենք շատ կարճ ամփոփելով այլ կոնտեքստում բարենորոգման, հա, իրական եւ դրական կոնտեքստում, արդյոք եկեղեցին այս պահին իսկապես ունի բարենորոգման կարիք, բայց այլ բովանդակությամբ, եւ ինչ բովանդակությամբ պետք է լինի այդ բարենորոգումը, ինչ կփոխեիք դուք այս պահին։ Տեսեք, եկեղեցին ինքը գործող օրգանիզմ է եւ դարերի ընթացքում միշտ էլ բարենորոգվել է։ Հիմա էլ բարենորոգվում է, հիմա էլ առաջարկներ են տարվում ընդհանուր ժողովներին վեհապար հայրապետին եւ փոփոխություններ տեղի ունենում։ Եվ դրա հնարավորությունը մենք միշտ էլ ունեցել ենք եւ ունենք եւ ունենալու ենք։ Եթե իմ կարծիքով մի բան պիտի բարենորոգվի, ուրեմն ես պիտի թղթին հանձնեմ դա, մոտենամ վեհապար հայրապետին, իմ թեմի առաջնորդին մինչև վեհապար հայրապետին մոտենալը, իմ եղբայրներին տարբեր տեսակի ժողովներ կան եւ առաջարկս սեղանին դնեմ եւ այդ փոփոխությունը, բարի փոփոխությունը տեղի ունենա։ Ինչը որ տեղի է ունեցել։ Հիմա ես ձեզ մի պարզ օրինակ տամ։ Տարիներ առաջ ովքեր գիտեին, որ ծաղկազարդ օրինակ մանուկների օրհնության օրն է։ Վեհապար հայրապետը հրճակեց ծաղկազարդը մանուկների օրհնության օր եւ դրանից հետո մենք բոլորս ծաղկազարդին մանուկներին ենք օրհնում։ Վեհապար հայրապետն է հրճակել, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Դեռ 30 տարի չկա, բայց եկեղեցին 2000 տարվա կառույց է, չէ՞։ Ամենապարզ օրինակը դրել է եւ անում ենք ծիսական իմաստով։ Եվ շատ ու շատ քարոզչական իմաստով, եկեղեցու ծառայության իմաստով, եկեղեցու ընտանեկան աղոթքների իմաստով, եկեղեցու սոցիալական աշխատանքի իմաստով, մշտապես ինքը գործող օրգանիզմի եւ գործընթացներ են, որ տեղի են ունենում առանց սասանումների եւ պիտի տեղի ունենան։ Ու այստեղ դուք արտաքին փաստորեն միջամտության, աշխարհիկ միջամտության կարիք չունի եկեղեցին։ Բնականաբար կարիք չունի։ Եթե օգնող կառույցներ կան, խնդրեմ կարող են գան օգնել։ Ով է ասում, որ մենք աշխարհիկ կառույցների հետ չենք համագործակցել կամ չենք համագործակցելու, կամ փակ է մեզ համար դռները։ Բնականաբար մենք տարատեսակ ծրագրեր ենք իրականացնում տարբեր կառույցների հետ համագործակցելով։ Կարող են առաջարկով գալ, դիմել, քննարկենք, բայց բարենորոգում չի, կներեք, որ ասում են պիտի հեռանա։ Դա բարենորոգում չի։ Դա նորից պիտի ասենք, բարեքանդում է, նոր բառեր։ Տեր հայր, շնորհակալ եմ ես ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Սաղմոս Ավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանի հետ։ Մենք կհանդիպենք, լավ եղեք։